Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ճանապարհը մեզ դեպի Կոտայքի մարզ տարավ, քաղաք Չարենցավան։ Օրվա հյուրը երգեհոնահարուհի Թերեզա Ոսկանյանն է։ Թերեզա Ոսկանյան, երգեհոնահարուհի, ծնվել է Թբիլիսիում։ 1969-ից 1971 թվականներին սովորել է Թբիլիսիի Պալիաշվիլու անվան, 1971-ից 1980 թվականներին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում։ 1980-ից 1985 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դաշնամուրային բաժնում։ 1985-ից 1989 թվականներին սովորել է նույն կոնսերվատորիայի երգեհոնային բաժնում, ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանի դասարանում։ 1985 թվականից աշխատում է հնագույն երաժշտության տաղարան համույթում որպես երգեհոնահար, կլավեսինահար և դաշնակահար։ 2001 թվականից Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի ուսումնական ասիստենտն է։ 2010-ից 2013 թվականներին եղել է Սաղմոսավանք վանական համալիրի երգեհոնահարը։ 2013 թվականից Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնահար է։ Հյուրախաղերով և մենահամերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Էստոնիայում, Մոլդովայում և այլուր։ 2022 թվականին Թերեզա Ոսկանյանին շնորհվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման և տարածման, երգեհոնային արվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար։ Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ուսուցիչներ, շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ ձեր հետ և պիտի խոսենք մեր շատ հետաքրքիր գործիքի մասին, երգեհոնի մասին։ Դուք երբևիցե տեսել եք երգեհոն ինչ-որ մի դահլիճում, թե առաջին անգամ է։ Լավ, ուրեմն, երգեհոնը բոլոր երաժշտական գործիքների արքան է։ Ինչու՞։ Որովհետև նախ տեսնում եք, որ ինքը դահլիճում մեծ տարածություն է պահանջում, տեղադրվում է, ինչքան խողովակներ կան, տեսնում եք, ձայնը գալիս է հենց այս խողովակներից, և ինքը ուրեմն ձայնը հանում է խողովակներից, ձայնը կարող է և վոկալ լինի, այսինքն ձայն, մարդու ձայն, ջութակի ձայն կարող է հանի, կարող է ինչ-որ մի փողային, նույնիսկ երգչախմբի ձայներ կարող է հանի։ Այնպես որ այդ առումով ինքը շատ հարուստ է։ Երգեհոնը շատ դահլիճներում արտասահմանում նկատի ունեմ, եվրոպական երկրներում դրվում է և նույնիսկ եկեղեցիներում է դրված և եկեղեցիները շատ ծառայում են նաև համերգներին և շատ հետաքրքիր համերգներ են լինում։ Հայաստանում էլ կան շատ երգեհոն, 10-ից ավել երգեհոն ունենք Հայաստանում, տարբեր չափի, տարբեր ֆիրմաների, տարբեր ձայների, բոլոր երգեհոնները ունեն իրենց յուրահատուկ ձայնը, այդ պատճառով երգեհոնահարը երբ որ մտնում է դահլիճ, անպայման պիտի ծանոթանա երգեհոնին, քանի որ
ամեն երգեհոնը յուրահատուկ է եւ ունի իր լեզուն, իր նյուանսը, որը պետք է անպայման երգեհոնահարը հասկանա, կոնտակտը լինի եւ այնուհետեւ կատարումը։ Երգեհոնի համար գրվել է շատ բազմաթիվ ստեղծագործություններ, արևմտաեվրոպական կոմպոզիտորներից սկսած, մեր հայ կոմպոզիտորներից վերջացած։ Յոհան Սեբաստիան Բախ, երևի լսած կլինեք այդ կոմպոզիտորի անունը, Հենդել, իտալացի կոմպոզիտորներ, իսպանացի կոմպոզիտորներ շատ են գրել երգեհոնի համար եւ մեր հայ կոմպոզիտորները Երվանդ Երկանյան, Դավիթ Սաքոյան, Տիգրան Մանսուրյան, Արամ Խաչատրյան, Տերտերյան, Ավետ Տերտերյան, իրանք էլ են գրել երգեհոնի համար եւ առանձին գործեր եւ գործեր, որոնք կատարվում են մեծ կազմի համար։ Ասեմ, որ նույնիսկ մեր հոգևոր երաժշտությունը, որը հիմնական է իհարկե ձայնի համար է, ունի բազմաթիվ մշակումներ եւ փոխադրումներ երգեհոնի համար։ Հիմնականը դա պատարագից կարող են լինել հատվածներ Եկմալյանի, Կոմիտասի, լսել եք երևի այդ անունները։ Եվ այս գործիքով մենք երգեհոնահարներս մատուցում ենք նաև մեր հայկական հոգևոր երաժշտությունը։ Փոխադրությունները արվել է հիմնականը Վահագն Ստամբոլցյանի գրիչով, ինքը առաջի երգեհոնահարն է Հայաստանում, որը հիմնադիրն է եղել եւ տարածել է մեր հայ հոգևոր երաժշտությունը ամբողջ աշխարհով մեկ։ Մենք հիմնական երգեհոնահարները հիմնականը իր աշակերտներն ենք, ուսանողներն ենք, որոնք էլի աշխատում ենք տարածել, պահպանել այդ դպրոցը եւ համերգների ժամանակ օգտագործում ենք, մատուցում ենք մեր հայ հոգևոր երաժշտությունը նաեւ։ Ես ուզում եմ երկու բառով ձեզ իմ մասին էլ պատմեմ, ոնց ես դառա երգեհոնահար։ Դաշնակահար էի ես, սովորեցի, որպես դաշնակահար ավարտեցի, հետո գործի առումով ինձ այնպես ստացվեց, որ պետք եղավ երգեհոնը եւ ես սկսեցի սովորել եւ այնպես ուրախ եմ։ Ես շատ գործեր եմ ուսումնասիրել, մատուցել եւ զգում եմ, որ սա լրիվ ուրիշ աշխարհ է։ Ընկնում ես մի հատ լրիվ ուրիշ մի տեղ։ Հիմա որ մի քիչ հետո որ նվագեմ, դուք կհամոզվեք։ Իսկ մեր երգեհոնային արվեստը քանի գնում, զարգանում, բազմաթիվ հիմա էլ են անընդհատ գործեր են գրվում։ Ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի բան էլ։ Դաշնամուրը նույն ստեղնաշարը ունի։ Եթե հիմա որ տեսնեք, օրինակ, նայեք, դաշնամուրը ստեղնաշար է, դաշնամուրային, մի քիչ երկար է, մեծ է։ Երգեհոնը նույնն է, կարող է կարճ լինի, բայց երգեհոնի կառուցվածքը այնպես է, որ մի հարկով ինքը շատ անգամ չի բավարարվում։ 2, 3, 4, 5, 7 էլ ա եղել։ Կա, որ ամենամեծ երգեհոնը, որը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունի 7 ստեղնաշար եւ նվագվում է նույնիսկ վերևի մասով։ Հետո երկեհոնի համար գրված նյութերը բոլորը գրում են 3 տողի վրա։ Եթե դաշնամուրը տեսած կլինեք նոտաները, 2 տողով է, աջ եւ ձախ ձեռքերը, չէ՞։ Երկեհոնը նույնիսկ ոտքեր, ոտքեր ու ոտքերով է նվագում համելք, քանի որ մի ստեղնաշար դա պեդալներն են, որը նույն ստեղնաշարն է։ Ինչ որ դրված է ձեռքերի համար, նույնն էլ ոտքերի համար, պարզապես այնտեղ հնչողությունը ավելի հաստ է, ավելի շատ թավ կլսեք։ Եվ ասեմ, որ երբ որ կատարվում է գործերը, անպայման կան կոմպոզիտորներ, որ նշում են ինչ հնչողություն են ուզում, կան որ չէ, արդեն դու ես երգեհոնահարն է, էլի, որոշում ինչ հնչողություն կարող է օգտագործել այդ գործի համար։ Նաև
երգեհոնահարը ունի հատուկ կոշիկներ, մասիկներ, օրինակ ինքը տեսեք շատ փոքր կրունկ ունի, նույնիսկ լինում են, որ ավելի մեծ կրունկներ, լինում էր, որ այստեղ ավելի փակ, նախ ինքը ուրիշ նյուանսներ ունի, եթե կրունգով ես, կրունգով ընդհանրապես չի ստացվի նվագել բարակ կրունգները, լրիվ կընկնի արանքները այդ կլավիատուրայի։ Դրա համար պետք է մի քիչ հաստոտ լինի կրունգը։ Այդպես, ես կուզեմ ձեզ ներկայացնեմ մի երկու գործ, կուզեք լսել երգեհոնը։ Ոնց եմ նստում երգեհոնին, ուրեմն տեսեք, քանի որ այստեղ պեդալներ է եւ ստեղնաշար է, իրավունք չունես այստեղ ոտք դնես, քանի որ ինքը արդեն կնվագի նախ, երկրորդն էլ շատ սխալ է։ Նստելուց անպայման նստում ես ծայրին եւ սահելով գնում ես դեպի մեջտեղ։ Ոտքերն էլ միայն հատուկ հենարաններ կան, որ կարող ես դնել։ Ձայնը դաշնամուրի նման չի։ Նախ, ինքը ինչքան կպահես տվյալ նոտան, ինքը անընդհատ կհնչի, չի մարվում։ Եվ երկրորդը, ձայնը փոխվում է ըստ կոճակների, ինչքան կոճակ կա, այդքան ձայն կարող է ավելանա, ուժեղանա, պակասի։ Օրինակ, մի հատ ձայն, չէ՞, մի հատ բան եմ այստեղ կոճակ եմ միացրել, տեսնում եք, չէ՞։ Հիմա ավելացնում եմ, չեմ հանում, ինքն է ձայնը ուժեղանում։ Եվ նույն ոչ մի բան չեմ փոխում, միայն կոճակներով։ Այսպես մենք ստանում ենք տարբեր հնչողությունների տեմբրներ, տարբեր ուժգնությամբ եւ տարբեր երանգով։ Ուրեմն, սա ուրեմն ներկայացրեցի Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից։ Իհարկե ինքը գրել է եւ առանձին երգեհոնի համար, եւ գրել է ձայնի, ջութակի, թավջութակի, փողային գործիքի համար, նույնիսկ գրել է ավելի մեծ կազմի համար, նվագախմբի, երգչախմբի եւ երգեհոնը այդտեղ կազմում է շատ մեծ մաս եւ մեծ դեր է խաղում։ Մեր հայ կոմպոզիտորներն են այդպես Ավետ Տերտերյանը գրել է սիմֆոնիա։ Սիմֆոնիան, եթե չգիտեք, ասեմ, մեծ նվագախմբի համար ստեղծագործություն է, կամ մեծ կամ փոքր, եւ այդ ամբողջ այդ ստեղծագործության մեջ երգեհոնել է
ինքը ընդգրկել եւ այդ գործը շատ հետաքրքիր է, բավականին բարդ, այնպես որ մեր երգեոնահին համերգները, ելույթները շատ հարուստ են եւ քանի գնում շատ հարստանում են։ Իսկ հիմա կարող եմ ներկայացնեմ ձեզ մեր հայ հոգևոր երաժշտությունից մի գործ, որը կոչվում է Ամեն Հայր Սուրբ, Մակար Եկմալյանի ստեղծագործությունն է, որը որ գրվել է եւ կատարվում է պատարագի ժամանակ եւ փոխադրությունը արել է Վահագն Ստամբոլցյանը երգեհոնի համար։ Ուրեմն նայեք տեսեք, երկյոնը ոնց նկատեցիք ոնց էր, ես միացրեցի
հոսանքով աշխատեց։ Առաջ, երբ որ երգեհոնները նոր ստեղծվում էին, ուրեմն ինչ որ մեկը հետևը կամ դուրս, ուրեմն սխվում էր, օդ էր փչում եւ ձայնը գալիս էր։ Եթե չփչեր օդ, ինչ որ մի սարք կար հատուկ, մի հոգի, երկու հոգի, եթե ծանր էր, նույնիսկ երկու հոգի էին փչում այդ աշխատում։ Եվ ուրեմն նոր այդ ժամանակ կարելի էր նվագել։ Հիմա մի քիչ առաջ է գնացել ամեն ինչը եւ մենք արդեն հոսանքով հանգիստ կարող ենք քանի ժամ ուզում եք, կարող ենք մենք օգտագործել, նվագել, ոչ մի չի խանգարի, ոչ մի բան։ Բայց այսօրվա դրությամբ նույնիսկ ճիշտ է արտասահմանում կան երգեհոններ, որոնք չեն փոխել, թողել են այսպես ոնց որ կար առաջ։ Եվ էլի ինչ որ մեկը կանգնած այդ գործողությունը անում է, օդը փչում է եւ նոր ձայնը գալիս է երգեհոնից։ Իմ հարցն է, ձեր առաջին ստեղծագործությունը ո՞րն է եւ ինչպիսի անուն ունի։ Դա պատահական եղավ, երեխեք ջան, ես քանի որ նվագում էի հնագույն երաժշտության տաղարան համույթում, մեր ուրեմն համերգները բոլորը համույթով էր։ Եվ ինձ համերգից առաջ եկան, ասեցին, որ պետք է առանձին նվագես։ Ես ընտրեցի հայ հոգևոր գործերից, Տեր Ողորմյա, որը եւ մատուցեցի։ Շատ էի հուզվում, քանի որ առաջին անգամ էր, առաջի կատարում էր, բայց ինձ շատ ոգևորեցին ընկերներս, ասեցին, որ դա պիտի լինի առաջինը եւ ոչ վերջինը։ Շատ վստահ դուրս եկա, ոնց որ արդեն ահագին տարի երգեհոնահար եմ եղել։ Այդպես ես նվագեցի Տեր Ողորմյան եւ դա տպավորվեց, մինչև հիմա հիշում եմ այդ օրը։ Մի հարց էի ուզում ուղղել ձեզ, ինչ դժվարություններ են եղել այդ ամբողջ ճանապարհին եւ ինչպես եք դրանք հաղթահարել։ Միշտ դժվարություններ լինում է, դա առանց դրա չի լինում, քանի որ ստացվում էր, այնպես է լինում, որ սովորելու, պարապելու ժամանակը չէր հերիքում, քանի որ դասերի էի գնում, աշխատանքի էի գնում, դժվարությունները նաև այն էր, որ գործիք չունես տանը, դու առանց երգեհոն ես պարապում եւ պետք է հատուկ վայր գնաս, տանը միայն շատ թեթև մի փոքր ինչ որ մի հատված, մնացածը դասարաններում, դահլիճներում նույնիսկ շատ ժամանակ էի վերցնում, որ դահլիճում էլ պարապեի, աշխատեի, ուրիշ դժվարությունները ես չեմ համարում դժվարություն, քանի որ եթե դու ընտրել ես այս մասնագիտությունը, ուրեմն պետք է մի կողմ դնես որոշ հանգամանքներ եւ գնաս մենակ այդ ուղին ընտրելով։ Քանի տարի է պետք լիարժեք երգան սովորելու համար եւ ով է եղել ձեր ուսուցիչը։ Իմ ուսուցիչը Վահագն Ստամբոլցյանն է։ Ուրեմն, քանի տարի ասեմ, անverջ, ինչքան ես այսօրվա դրությամբ դեռ համարում եմ, որ ես շատ բան ունեմ սովորելու։ Եթե ես համարեցի, որ վերջ, արդեն ես ամեն ինչը գիտեմ, ել ինձ սովորելու ոչ մի բան չկա, ուրեմն կանգնում է ամբողջ այդ արվեստը իմ մեջ, միշտ պետք է սովորել, իսկ հիմնական առաջի քայլերը դա դպրոցում դաշնակահարն է անում, որ ամենատարերը, այդպես ասեմ, այբուբենը, իսկ հետո միշտ, ինչքան որ պարապես, ինչքան սովորես, դա անվերջը։ Ես ուզում եմ հարցնել, երգեհոնը, եթե ձայնը հնչում է վերևից, ներքևի հատվածը ինչի համար է պետք։ Նախ, ինքը միաժամանակ կարող է երկու ստեղնաշարով հնչի, նույն ձև կարող է նույն մի ստեղնաշարով հնչի։ Այդ պահին, եթե չի գործում մեկ ստեղնաշարը կամ երկուսը, նրանք պարզապես հանգստանում են, բայց կան այդպես տարբերակներ էլ, երբ որ նվագում ես մեկի վրա, մի կոճակ կա սխմում ես եւ երկրորդն էլ է հնչում։ Այնպես որ միշտ էլ պետք են, այնպես չի որ պետք է։ Եթե դու դաշնամուր ես խոսքի նվագում, դու եթե նվագում ես ներքևի մասում, վերևը հանգստանում է, սպասում է, երբ որ պետք է գնաս, չէ՞։ Նույնն էլ էստեղ։ Ինքը միշտ ամբողջը աշխատում է, գործում է։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։
ապրում էինք Թբիլիսիում, հին տուներ եւ մուտքը, հետաքրքիր մուտք էր բարձր աստիճաններով։ Ես այն ժամանակ փոքր էի, բնական է, եւ ամենավերևի աստիճանին որ կանգնում էի, սկսում էի երգել։ Այդ արձագանքը պատերից այնպես էր ինձ գերում, որ այդ լավ տպավորվել է իմ մոտ։ Ամեն օր ինչ որ նոր երգ էի մտածում, պետք է անպայման երգեի, որ այդ արձագանքը զգայի, եւ դրանից մեծ հաճույք էի ստանում։ Լավ տպավորվել է։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Արձակուրդներն էր, որ մոտենում մանավանդ ձմեռային արձակուրդները, այդ աժիոտաժը, այդ դեկտեմբերի վերջ, երբ որ արդեն քառորդները փակվում էր, արագ, մենք բոլոր այդ թվանշանները ապահովում էինք եւ մնում էր արդեն մեր արձակուրդները, այդ տոնածառի այդ հանդեսները։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Ամենասիրելի առարկան իհարկե առարկաները, այդպես ասեմ, երաժշտական, սոլֆեջո, հարմոնիա, որը հիմք են դարել ամբողջ այդ մեր հիմնական աշխատանքի։ Հանրակրթական առարկաներից սիրում էի մաթեմատիկա, այդ ճիշտ գրիտ, այդ ամբողջ այդ թվերը, գիտությունը։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ամենամեծ դերը իհարկե ծնողներս։ Երաժշտի համար կարծում եմ ծնողն է որոշում, որովհետև մանկուց է դա որոշվում։ Մյուս արդեն մասնագիտությունները հետո որոշում են հետո երեխաները, երբ որ արդեն գնում են բուհ, իսկ մենք հենց սկզբից։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Կընտրեի նորից նույնը, որովհետև ես չեմ պատկերացնում առանց երաժշտության, առանց դրա իմ կյանքը։ Երաժշտությունը շատ անգամ ինձ փրկել է, օգնել է, շատ դժվար պահերին երաժշտությունը ինձ հանել է այդ վիճակից։ Դրա համար միայն երաժիշտ։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Գիտեք ինչ, մեկ օր չեմ կարող ասեմ, քանի որ շատ եղել է եւ չի ուզենա նորից վերապրեի, որովհետեւ ամեն ակնթարթը, ամեն պահը իր համն ու հոտը ունի, իր հետաքրքրությունը ունի, կուզենայի միշտ ինչ-որ նոր, իհարկե, բաներ լինեն, իրադարձություններ, բայց միշտ մանկությունը իհարկե ավելի քաղցր է հիշվում։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ես շատ ամաչկոտ եմ եղել, շատ անգամ ինչ-որ մի բան ուզում էի անեի, բայց մտածում էի, մինչև մտածում էի, արդեն այդ պահը անցնում էր։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Ապագայի համար երևի համբերություն, որովհետև դա շատ է օգնում։ Եթե անհամբեր ես, ամեն գործողությունը կիսատ է մնում։ Իսկ համբերատար դու կարող ես հասնել շատ մեծ բարձունքների։